Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Ինչպես գիտենք, այսօր տեղի է ունենում ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը, որը ձևավորվել էր 2 ամիս առաջ այդ խայտարակ ընտրությունների ժամանակ։ Իհարկե, բազմաթիվ անգամ ասել եմ, որ էապես ոչ մի բան չի փոխվել, նույն համակարգը վերարտադրվում է, ոչ միայն իշխանությունը, սա մի բան է, որ մեր հայրենակիցները լավ չեն հասկանում ու լավ չեն գիտակցում։ Մեր հայրենակիցների մեծամասնության մասին է խոսքը։ Իհարկե կան մարդիկ, ովքեր հասկանում են, բայց շատերի մոտ դեռ լրիվ պարզ չէ, թե իրականում ինչ է կատարվում ու ինչ է տեղի ունենում։ Մեծ մասը, նորից ասեմ, կարծում է, որ միայն իշխանությունն է վերարտադրվում ու միայն այս իշխանությունն է խնդիրը, բայց ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ոչ, բոլորը իրար հետ են, բոլորը միասին այս նույն համակարգի մասն են կազմում, ոչ միայն այս վերջին 8 տարիների ընթացքում, այլև այս վերջին 35 տարում, հենց 91 թվականից սկսած, երբ հիմնադրվեց այս նեոբոլշևիկյան քաղաքական համակարգը։ Այո, այն ժամանակ Սովետը տապալվեց, Սովետը կործանվեց, բայց ցավոք սրտի Ռուսաստանը կարողացավ իր ազդեցությունը պահպանել մեր քաղաքական ասպարեզում ու դրա համար մենք 91 թվականին չունեցանք ազգային պետություն, կերտվեց այդ նեոբոլշևիկյան համակարգը ու այս վերջին 35 տարում իշխում է այս նեոբոլշևիկյան դինաստիան։ Մեկը մյուսի գործը շարունակելով։ Ու այս 9-րդ գումարման նիստը արդեն ցույց է տալիս, որ 9-րդ անգամ է, կարելի ասել, վերարտադրվում այս համակարգը։ Ու ասում եմ կեղծ ընտրություններ, ոչ թե նրա համար, որ ինչ-որ կաշառք է տեղի ունեցել կամ ինչ-որ նման բաներ, իհարկե դա տեղի ունեցել, ինչպես նաև վարչական ռեսուրսներ են օգտագործել այս ազգադավ կառավարությունը։ Այդ պատճառով չէ, որ ես ասում եմ կեղծիք են այս ընտրությունները։ Կեղծիք են այն իմաստով, որ բոլոր կուսակցությունները իրականում, այսպես ասած, դաբրոն են ստացել հենց Կրեմլից ու իրականում դավաճանական են եւ ծառայում են օտար շահերին, ոչ թե հայ ազգի շահերին։ Սա դրա համար եմ ասում կեղծիք են, որովհետեւ իրական ազգային շարժումները ոչ միայն թույլտվություն չեն ստանա մասնակցելու ընտրություններին, այլև թույլտվություն չեն ստանա նույնիսկ կուսակցություն գրանցելու կամ բացելու։ Սա պետք է հասկանանք, շատերը սա չեն հասկանում, չեն հավատում, բայց իրականում այդպես է։ Նույնիսկ ինչ-որ մի մեծ համալսարանում դասախոս չես կարող լինել Հայաստանում, եթե դու Ռուսաստանից թույլտվություն չստանաս։ Սրանք չգրված օրենքներ են, բայց իրականում այդպեսին է։ Նույնիսկ չէ կարող գտնել մի դասախոս, որ իսկապես այս համակարգի դեմ է։ Հա կարող են լինել այդ կեղծ հակառուսները, որ կան, բայց դրանք իրականում համակարգի մաս են։ Ես դա ասել եմ, որ բազմաշերտ է։ Ու ինչպես տեսնում եք, այս համակարգը, որ ասում են վերարտադրվել է, հա, ընդհանրապես միայն խամաճիկներն են ու դիմակներն են փոխվում, բայց հաճախ նույնիսկ դրանք չեն փոխվում, որովհետև նույն մաշված ու դախացած դեմքերին են անընդհատ օգտագործում, ինչպես տեսնում ենք։ Ու ինչ տեղի ունեցավ։ Այս խայտարակ քարոզարշավների ժամանակ այդքան փող ծախսեցին, այդքան դրոշներ տպեցին, շապիկներ, թռուցիկներ եւ այլն, մարդկանց մտքերը բռնաբարեցին ամիսներ շարունակ, ինչի համար, այդքան փող ծախսեցին, ինչի համար, որ մի օլիգարխ դուրս գա ու մի ավելի մեծ օլիգարխ մտնի։ Այսինքն պատիվ չունեմ, դաշինքը դուրս եկավ ու մտավ այսպես կոչված ուժեղ Հայաստան կուսակցությունը, դաշինքը, թե եսիմ ինչա, կարևոր չի, որ մեկը բոլորը նույնն են։ Ուզում ասեմ, այդքան բանից հետո ինչ տեղի ունեցավ, մի օլիգարխ դուրս եկավ, մի ավելի մեծ օլիգարխ ներս մտավ։ Ու այդքան փող որ ծախսել են այդ քարոզարշավների վրա, եթե այդքան գումարը օգտագործեին մի ճիշտ նպատակի համար, ինչ-որ հասարակությանը օգուտ տալու համար, պատկերացրեք ինչեր կարող ենք անել։ Սա իրականում քաղաքական հանցագործություն է, մարդկանց այդքան խաբես, որ հետո հուսահատեցնես եւ հիասթափեցնես, ու ինչպես տեսնում ենք, այդ ամենը շատ բացասական ձևով անդրադառնում է մեր հասարակության վրա, որովհետեւ դրանից է բխում այս անտարբերությունը։ Ու նորից ասեմ, այս հուսահատ վիճակը իրավունք չունենք մենք անընդհատ մեր ժողովրդին այդ ձևով հիասթափեցնել, կեղծ խոստումներ տալով, ստեր ասելով եւ այլն։
Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ վերջապես հասկացեք, մի ասեք, հա, միայն այս իշխանությունը հեռացնենք ամեն ինչ լավ կլինի, ոչ, տեսեք որպես մի համակարգ։ Ես չեմ տեսնում մի ուրիշ քաղաքական գործիչ կամ ինչ որ շարժում, որ հստակ սա հետևողականորեն քարոզի, ու ինձ մի ասեք, որ հա լավ հասկացանք որն է խնդիրը, դե լուծումը առաջարկի, լուծումը որն է, ոչ, չեք հասկացել խնդիրը։ Եթե հասկանայիք, պարզ կասեք այս ամեն ինչը։ Չեք միայն թիրախավորի ընդդիմությանը կամ իշխանությանը, դուք պարզ կասեք, որ այս ամբողջ համակարգը մինչև հիմքը փտած է եւ բոլոր կուսակցությունները դավաճանական են եւ դավեր են նյութում մեր պետականության դեմ, մեր անկախության դեմ։ Դուք սա պարզ կասեք, եթե իսկապես հասկանայիք խնդիրը։ Ոչ թե կիսատ պրատ ինչ որ կողքից բաներ ասա, հա դե բոլորը նույնն են, ոչ մի բան չի փոխում, բոլորը սրիկ են, ոչ։ Հստակ քաղաքական վերլուծություն արեք ու այս ամեն ինչը հստակ ասեք։ Եթե դուք իսկապես հասկանայիք խնդիրը, ովքեր որ ասում են դե հասկացանք, լուծումը որն է, եթե դուք իսկապես հասկանայիք, դուք չեք իմացի թե լուծումը որն է։ Որովհետև եթե խնդիրը լավ հասկանում եք, դուք արդեն լուծումի կեսը անում եք։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի մեջ այդպես է։ Մի խնդիր որ կարդում ես, եւ դու արդեն իսկապես հասկանում ես այդ խնդիրը, դու արդեն կեսը լուծել ես այդ խնդրի։ Ու միանգամից արդեն գիտես, թե ինչ պետք է անես, արդեն անցնում ես գործի։ Արդեն գիտես, թե որ ուղղությամբ պետք է գնաս ու որ ուղղությամբ պետք է քո ջանքերը կիրառես, որ այդ լուծումը ստանաս վերջնական։ Դա լինում է, երբ որ դու իսկապես լավ ընկալում ու հասկանում ես այդ խնդիրը։ Դրա համար ես որ 21 թվականին երբ պատերազմից վերադարձել է արդեն մի տարի անցել է ու տեսա այդ խայտարակ քաղաքական թողոբոները ու տեսա այդ խայտարակ ընտրությունները, ես արդեն հասկացա, որ որն է խնդիրը, միանգամից անցա գործի, միանգամից հասկացա, այս ամբողջ համակարգը փտած է, բոլորը իրար հետ է, մի ամբողջ ցանց է, մի նեոբոլշևիկյան համակարգ է։ Այն նեոբոլշևիկյան համակարգ, որովհետև ինչպես ասել եմ, սրանք այն բոլշևիկների ժառանգներն են, այն նույն բոլշևիկների, որի դեմ Նժդե պայքարում էր 100 տարի առաջ։ Այս մարդիկ, ովքեր բռնազավթել են մեր պետությունը, մեր մեդիան, մեր ամբողջ ֆինանսական համակարգը, բիզնեսները, սրանք բոլորը այդ բոլշևիկների ժառանգներն են։ Ուղղակի հիմա ձևավորվում են իբր ազգային անկախության համար են պայքարում, ազգային շահերի մասին են մտածում, այդ ամեն ինչը սուտ է։ Սրանք չեն իմանա ազգայինը կամ ազգայնականությունը ինչ է, եթե երկնակարի պես ընկնի իրենց գլխի վրա։ Սա հասկացեք, իսկ դրա համար այն ժամանակ եթե հասկացա 5 տարի արդեն Հայաստանում ապրել է, հասկացա ու միանգամից անցա գործի, որ այս համակարգից դուրս մի ազգային շարժում ստեղծենք, մեր հնարավորության սահմաններում մի բան անենք։ Կարիրան Զոհաբերեցի մի կողմ դրեցի այդ ամեն ինչը, որովհետև տեսա, որ հաջորդ Արցախին ինչ արեցին, տեսա, որ հաջորդ թիրախը Հայաստանն է, դա պարզ տրամաբանություն է։ Ամենահասարակ սա բաներն եմ ես ասում ու մարդիկ մոռացել են այս ամենը։ Մեր ժողովուրդը մեծ հիշողության խնդիր ունի։ Իրոք շատ ցավալի է, չգիտես ծիծաղես թե խնդաս, դա իմանում ես, իրոք սարսափելի է, հենց քանի տարի առաջ տեսանք ինչ արեցին այս դավաճանները, բայց հիմա մարդիկ կան ասում են, հա դե լավ է, յոլա են գնում, ամեն ինչ լավ է, գնում ենք դեպի Եվրոպա, խաղաղություն կա եւ այլն։ Այդքան պարզունակ ու պարզամիտ են դարձել, դե ժողովրդի մեծամասնությունը այդպեսին է, մենք չենք կարող դա փոխել։ Ես ուղղակի այս ամեն ինչ որ ասում եմ այս պայն, ուղղակի իհարկե ամբողջ ազգին, բայց ես գիտեմ, որ այս պայն միայն ազգի այդ շնչին փոքրամասնությունը կլսի ինձ, ովքեր իսկապես մտահոգված են, ովքեր իսկապես քիչ թե շատ գիտեն, թե ինչ է կատարվում։ Բայց ասածս այնա, որ եթե իսկապես դուք հասկացել եք խնդիրը, դուք անընդհատ նույն սխալները չեք կրկնի 35 տարի։ Դուք այդ կեղծ քարոզարշավների ժամանակ դուք չեք ասի, ժողովուրդ անպայման գնացեք, մասնակցեք ընտրությունների, դեր քաղաքացիական պարտք կատարեք, գնացեք, մասնակցեք։ Ես տեսնում եմ, ով որ այս համակարգի մաս է, այդ էր քարոզում։ Ինչքան էլ դեմ են խոսում այս իշխանության, այսքան որ իրենց ընդդիմադիր են համարում, բայց բոլորը նույն բանն են ասում։ Անպայման գնացեք, մասնակցեք, ինչու անպայման գնանք մասնակցեք, եթե գիտես բոլոր ամեն ինչ սարկած է։ Եթե ոնց որ մի խաղ խաղաս, ասես գնա մասնակցի այդ խաղին, լավ իմանալով որ մեկը դատավորը ասեն քո դեմ է, ինչ որ որոշում կայացնելու, դու պարտվելու ես այդ խաղը, օրինակ եմ ասում։
Դու ինչու խաղաս այդ, ինչու մասնակցես այդ խաղին, եթե գիտես այդ խաղը անգլերեն ասած rigged է, եթե սարքած է։ Պարզա տրամաբանական բանակը ինչ մասնակցել բոյկոտել այդ ամեն ինչը, այդ խեղկատակությունը։ Դա քաղաքացիական պարտ կատարելը չէ, քաղաքացիական պարտ կատարելը ճշմարտություն ասելն է ու դատապարտել այս ամբողջ համակարգը, որը մեր երկիրը տանում է կործանման։ Դա է քաղաքացիական պարտ կատարելը։ Մի խառնեք իրար։ Մի կարծեք թե ամեն 5 տարի մեկ գնում եք ինչ որ այս դավաճաներին ընտրում եք ու ձեր քաղաքացիական պարտն եք կատարում։ Հետո մնացած ժամանակ միայն բողոքում եք, անկապ ոչ մի բան չեք անում։ Չեք փորձում կազմակերպել, չեք փորձում ճշմարտությունը հետևողականորեն բարձրաձայնել ու արժանապատիվ մարկանց ներգրավել։ Դա է քաղաքացիական պարտ կատարելը այս օրասական ժամանակներում։ Ու այս խոսքը հղում եմ հիմնականում տղամարդկանց, որովհետև նախ եւ առաջ նրանք պետք է անձնական պատասխանատվություն կրեն ու այս ամեն ինչը հասկանան, գիտակցեն ու անցալեն։ Դրա համար ես ամեն ինչ ասում եմ, որովհետև չեմ տեսնում քաղաքական դաշտում մեկը այս ամեն ինչը հստակ, պարզ ասի, պարզ լեզվով ասի։ Այս ինչ որ ասում եմ, մարդիկ ասեն դու ինքնահաստատվում ես այդ ամեն ինչը ասում ես, որ դու ցույց տաս դու ես մեկ, ոչ, ես ուղղակի պարզ ասում եմ։ Ես շատ կուզեի ուրիշները լինեին ասային, ես սիրով կմիանայի։ Իսկ հոսանքը հիմնադրելուց առաջ փորձել եմ նման շարժում գտնել, որ այս ամբողջ համակարգը կդատապարտի, մաքուր ազգայնականություն կքարոզի ու կհենվի իր սեփական ուժերի վրա, ես դա փնտրել եմ, ման եմ եկել, չեմ գտել, դրա համար եմ ստեղծել։ Ու ինչքան պետք է ման գայի։ Որ հիմա չէի ման գալու։ Այն մարդիկ ովքեր ասում են դե գործ արեք, բան, դե հեսա 6 տարի անցել է, ինչ եք արել։ Մի բան արել եք, չեք արել։ Մեն բողոքել եք անկապ։ Իսկ դա էլ չեք արել։ Ու կարծում եք միայն խոսալը, եթե այդքան կարծում եք հեշտ է միայն խոսելը, դուք էլ խոսացեք։ Դուք էլ հետևողականորեն խոսացեք։ Կներեք, սա իհարկե էլի ասել եմ այս ամեն ինչը, բայց ստիպված եմ բարբերաբար կրկնել, որովհետև սրանք շատ կարևոր են։ Սրանք պետք է ասվի, որ մարդիկ հասկանան ու արթնանան։ Այդպես 9-րդ գումարման նիստն է, առաջին նիստն է տեղի ունենում, բայց ես վստահ եմ ու զգում եմ, որ սա այս համակարգի վերջին գումարման նիստն է լինելու։ Ու հուսանք, որ այդ 10-րդը նրանք չեն կարողանալու գումարման նիստ ձևավորել։ Որովհետև ինչպես տեսնում եք, ինչա կատարվում Ռուսաստանում, ու այս ամբողջ համակարգը կախված է Ռուսաստանից, մենք գիտենք, որ այս ամբողջ համակարգը թղթե տնակի պես տապալվելու է ու մենք պետք է պատրաստ լինենք այդ փտած համակարգի մոխիրների վրա նոր համակարգ, նոր ազգային համակարգ կառուցել, որը կծառայի ոչ թե թշնամու օրակարգին, այլ հենց հայ ազգի շահերին։ Մենք նման բանի համար պետք է պատրաստվենք։ Պետք է քաղաքականապես պատրաստենք, որպեսզի 91 թվականի սխալը չկրկնվի, որպեսզի ազգադավները չկարողանան բռնազավթել մեր քաղաքական համակարգը։ Ինչպես սովետը տապալվեց, կարողացան դա անել, այս անգամ մենք պետք է երաշխավորենք, որ միայն ազգայնականները կարողանան վերցնել իշխանությունը եւ ազգին ոտքի հանել ու մեր հայրենիքը փրկել վերջնական մասնատումից։ Սա է մեր առաքելությունը ու սա է մեր նպատակը։ Սրանք բռնազավթել են 35 տարի այս ազգադավները, այս նեոբոլշևիկ սրիկաները բռնազավթել են մեր պետությունը, ինչպես Բոդիսևսի անկոչ հյուրերը բռնազավթել էին նրա պալատը 20 տարի։ Նա վերջում կարողացավ ազատագրի։ Մենք պետք է սպասենք այս ամբողջ համակարգը ինքնակործանման գնա, որը գնալու է, որովհետև այս ամեն ինչը ստերի ու կեղծիկների վրա է կառուցված։ Մի տեսեք, վա, ճիշտ է, բազմաշերտ է, ու այս գերագույն խրտվիլակ դավաճանը այդ խայտարակ ու կրկեսային քարոզարշավների ժամանակ ասում էր, որ հա պատրազմի երագլուխ կուսակցությունը իր դեմ պայքարում։ Ես բայց ասում եմ, որ իրանք 4-ով միասին պարտվողականության քարագլուխ կուսակցությունն են, բայց իրականում հիմա տեսնում ենք, որ մեկը չկարողացավ մտնի ազգային ժողով, պարզվում է, որ կա համ երագլուխ կուսակցություն, համ էլ քարագլուխ կուսակցություն, որը ազգային ժողովից դուրս է, այսինքն երագլուխ պարտվողականության ու դավաճանության երագլուխ այդ կուսակցությունը այս ՔՊԱ-ականներն են, ուժեղ Հայաստան կոչվածը եւ Հայաստան դաշին կոչվածը ու նաեւ խորհրդարանից դուրս այդ քարագլուխ կուսակցությունը,
որոնք ստացան այդ մեծ ձայները, դա ԲՀԿ-ն է, չգիտեմ, միասնության թևեր կոչված կուսակցությունը, որ իրականում կայսրության թևեր պետք է անվանեին, մեկ էլ այդ շնորհապետականն է կամ եսի մեն դոգ սրիկանն է, այսինքն նրանք կազմում են այդ քարագլուխը ու դրա հենց խորհրդարանից դուրս է որպես երկրորդ կամ երրորդ գոտի։ Ես ասել եմ, որ այս համակարգը մատրոշկա, ռուսական մատրոշկաների պես մի համակարգ է, բազմաշերտ է։ Մի այս ամբողջը քաղաքական ճակատ է ու ամեն մեկը իր գիծն է ապահովում։ Ու բոլորի դերը, բոլորի առաջադրանքը այն է, որ պահպանեն այս գերագույն խրտվիլակ դավաճանի աթոռը ամուր պահեն, որպեսզի բոլորը միասին շարունակեն հակահայկական քաղաքականությունը։ Սա է դաժան իրականությունը։ Բայց մենք պետք է որքան կարող ենք մեր սեփական ուժերի վրա հենվելով այս համակարգից դուրս ազգային շարժում թեկուզ այս պահին փոքրաթիվ, թեկուզ չնչին փոքրամասնության վրա ազդեցություն ունեցող, բայց ամեն դեպքում կայուն եւ հավատարիմ իր գաղափարներին ու նպատակներին։ Մենք պետք է դա կառուցենք, որ այս համակարգը երբ փլուզվի, ինքնակործաման գնա ու քաոս տիրի երկրում, մենք կարողանանք այդ քաոսում իրական կարգ ու կանոն հաստատենք եւ ազգային պետություն կերտենք եւ բացենք ցեղակրոն Հայաստանի փառավոր էջը։ Այսօր այսքանը դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։